Չեք պատկերացնի հիմա մեր տաղավարում ովքեր են, իրականում մենք այսպես բերաններս բացել ենք եւ մի կերպ մեզ հավաքել ենք, որպեսզի կարողանանք, նույնիսկ Թերեզան վախենում էր այստեղ նստել, հիմա Թերեզան վախենա, տեսեք ինչ կարմիր գտեր են բացել։ Մտավախություն ունեմ, որ ինքը կեսից գնալու է, որովհետեւ մեր հյուրին տեսնելով նա եւ ուրախացավ, մանկանման զվարճացավ եւ սարսափահար նստած է։ Ես ոչինչ չեմ խոստանում, գիտեք ինչ կա։ Իրականում հունվարի 31-ից արագություն փակ տարածքում, որտեղ սխալվելու տարբերակ չկա, պատկերացնում եք։ Մահվան անիվ կենտրոնացում, ուժ եւ վերահսկում, օդում կատարվող համարներ, որտեղ ամեն շարժում հաշվարկված է կրակ ու բարձրություն, լարվածության գագաթնակետ։ Եվ այս ամենը կոչվում է Վարդանյան եղբայրների կրկես։ Այսօրվա մեր հյուրերն են Վարդանյան եղբայրներ կրկեսի համահիմնադիրներ Անդրանիկ եւ Գևորգ Վարդանյանները եւ ծաղրածու Վավի տեսեք ողի իմ երազները 39 տաքության ժամանակ առավոտյան մի սվետ մի զարյա մարդը գրիմ է արել շվշվիկը դրել է գլխարկը դե մարտական հագնվել եկել չեք խոսելու մեզ հետ խոսելու եք այդ ծվծվիկով անցնենք այլ դիալոգների Իրականում մենք քեզ այսպես պատկերացնում ենք ուրախ հոգու խորքում ինչ եք հոգատարվում այ հիմա որ այսպես Ինդիան ներդաշնակություն շնչել արտաշնչել ինձ անծանոթ բառեր եմ ասում chill vibe վայրում է նա իրականում լավ հանգիստ մեր տաղավարը հարմարավ մեր բասկաթորը Interesting. Նրանց հետ ինքը միշտ պաշտպանված է։ Որպես ինքնազոր ունենանք, մեզ լավ ենք զգալու։ Դուք եք իրենց բերել իրականում։ Դուք եք խեկին եկել, ես պատկերացնում եմ բարեկային աշխատողների դեմքը։ Առավոտյան 9-ից ճանաչում ես ճիշտ արդեն։ Ես գիտեի, որ ինչ-որ բան ա լինելու։ Վտանգավոր բաներ չի բերել, Այս թերզանկարեմ արձանագրեմ։ Բարեկներին։ Իրականում ձեր ակրոբատիկ որ շարժումով հասցակ մեզ մոտ։ Սա առավոտյան հաղորդաշար է, վավի։ Ֆանտաստիկ։ Ես գիտեմ ես 15 րոպեն անցնելու եմ, մենք ցած հա հի անենք, այստեղ ոչինչ չխոսենք։ Եկեք խոսենք հունվարի 31-ից, պատմեք բուն օրվա մասին։ Ես կուզենայի մեզ հարց տվեցին, ես ասեի մեր հիմնական այդ հնարքը, որը որ կատարել ենք, դա մեր դանակներով հնարքն է, որը որ աշխարհում գրանցվեց միակը եւ որպես լավագույններ եւ ռեկորդ սահմանեցինք ես ու եղբայրս։ Ամենահաբեկված լսում է, հիշում է տեսարանները։ Ես տեսել եմ լուսանկարներ այդ ճոխ երկու։ Մենք հատուկ մեկնեցինք Իտալիա եւ այնտեղ արձանագրեցինք այդ ռեկորդը, համաշխարհային ռեկորդ ավտորսկի, որը որ միակն ենք աշխարհում ով կատարում է այդ հնարքը։ Այս պահին այդ հնարքն է, որը որ մեզ կարելի ասել բերեց այստեղ։ Փակած աչքերով էլ եկել եք, հա, փաստորեն։ Ինչքան ժամանակ եք ծախսել պատրաստվելու հենց այդ համարի համար, որովհետև դա իսկապես վտանգավոր է։ Բնականաբար բոլոր համարները ահասարսու են, հատկապես մեզ համար, որ ոլորտի հետ աղերս չունենք եւ այսպես կողքից ենք դիտում, բայց այդ համարի համար որտեղից ոգեշնչվեցիք։ Ճիշտն ասած, եղբայրս ա եղել, որ ոգեշնչել է։ Ես միշտ ոնց որ ասած վախեցել եմ էլի այդպիսի հնարքներ անեմ, բայց ինքը միշտ ոգեշնչել է, որպեսզի կարողանանք այդպիսի Մեզ պետք էր ուղղակի մի բան մտածել, որով աշխարհում անգամ եթե մեր անուն ազգանունները չիմանան, այս պահին շատերը հիշում են մեզ, ասում են այն աղբերները, որ տառնակներով բալանսն են անում։ Միտքը դրա մեջ էր, այո, որ դա դառնա մեր այցեքարտը, մեր ազգանունները շատ տեղեր կարող է եւ չհիշեն, բայց այդ մեր հնարքը բոլորը գիտեն, թե մեր ոլորտում, թե շոու բիզնեսում, որովհետեւ մենք մասնակցություն ենք ունեցել թե Britain's Got Talent, American Got Talent, մենք հաղթել ենք Minute Slavan 10-րդ յուբիլեյի սեզոնը։ Հենց այդտեղից էլ կարծեք ձեր այդ շռնդալից մուտքը սկսվեց 17 թվականից հետո։ Եվ իհարկե երկար տարիներ ճանապարհորդելուց հետո մենք հասկացանք, որ ամբողջ աշխարհում ելույթ ունեցել ենք ամենալավ կրկեսներում, շոուների մեջ, բայց Հայաստանում հնարավորություն չունենք ելույթ ունենալու։
Գևորգ հետ որոշեցինք հիմնադրել մեր կրկեսը։ Գևորգն այնքան ուշադիր է լսում, առաջին անգամ։ Մենք հիմնադրեցինք մեր կրկեսը Հայաստանում 3 տարի առաջ ետ վերադարձանք Հայաստան եւ հիմնվեցինք այստեղ։ Իհարկե մեծ ցանկություն կա կրկեսային ոլորտը բարձրացնել, դարձնել պրոֆեսիոնալ մի ոլորտ, որտեղ մեր հայ դերասանները նույնպես հնարավորություն կունենան գնալ արտերկրում ինչ-որ կրկեսային ֆեստիվալների մասնակցել, ներկայացնել Հայաստանը, որտեղ դպրոցի նման մի բան կրկեսը մի յուրահատուկ ոլորտ է, մենք բոլորս սովոր ենք ասում ենք տեղից մենք կրկես ենք կամ կրկեսում ենք ապրում, բայց կրկես, ինձ ուղիղ մեջ մերում էր։ Այո, այսօրվա դրությամբ մեր հաճախորդները, մեր հանդիսատեսը, ով որ գալիս է կրկես, միշտ շնորհակալություն են հայտնում եւ ասում են խնդրում ենք շարունակեք ձեր գործունեությունը, որովհետեւ ամեն անգամ իրանց երեխաները ուզում են գան մեր նոր շոու ծրագրին։ Մենք էլ ամեն 3 ամիսը մեկ մեր շոու ծրագիրը թարմացնում ենք։ Այս պահին մեր կրկեսում էքստրիմ շոու է գնում, որը որ ունենք շատ հետաքրքիր համարներ, օրինակ Moto Globus, որը որ Հայաստանում առաջին անգամ է, ինքը 5 մետրանոց հսկայական մետաղյա գլոբուս է, որտեղ մոտոցիկլիստները, ռենջերները ասենց տարբեր բաներով քշում են, այնտեղ շատ լուրջ հաշվարկ, այսինքն ամեն մի վայրկյանը կարող է մահացու լինել։ Կստացի մեր դերասանները Բրազիլիայից են, մենք Բրազիլիայից ենք իրանց բերել հատուկ Հայաստան, որպեսզի այդ համարը ունենանք մեր շոուի մեջ։ Տղաներ, իրականում ձեզ մոտ այսպես ժառանգաբար ասեմ, ձեր մորեղբայրը կամ հորեղբայրը, եթե չեմ սխալ, հորեղբայրը ժամանակին ինքն է այսպես ասած ձեր մուտքը ապահովել ու հիմա մի տեսակ մտածում ես կրկեսի դերասան ավելի քիչ տարածվածություն ունի։ Ինչպես ինձ որոշեցիք, որ դա է ձերը։ Մեր հորեղբայրը Երևանի պետական կրկեսի դերասան էր եւ մենք իրար հետ էինք ապրում, հորեղբայրս ամուսնացած չէր, դեր այտենց գալիս էր տուն, մեր հետ Գևորգ զբաղվում էր տունը, հետո ժամանակի ընթացքում մեր զալը այն հայկական ավանդական, որ սեղան պետքա գցեն, վերածվեց ինչ-որ սպորտզալի, կոլցեկ, չգիտեմ, տարբեր ինչ-որ տրինաժորներ, որտեղ մենք պարապում էինք։ Մենք 3 տարեկան էի, ես Գևորգը 4 տարեկան, այտենց սկսանք մեր փորձերը ժամանակին Դրության հնարավորություն չի եղել, է արդեն Էյտաուվեր ճիշտ ասած ինքներս ենք ընտրել, բայց ի սկզբանե մեր հորեղբայրն այդ ճանապարհը մեր համար ոնց որ ասած հարթել, ցույց տվել։ Իհարկե երեխա ժամանակ մի քիչ դիսցիպլինա է պետք, որը որ մենք շնորհակալ ենք մեր հորեղբայրը, որովհետև եթե այսօրվա երեխաների հետ խոսեն, ոնց որ ասենք համոզելով կամ ուզենաս բացատրես երեխան միշտ չի որ կուզենա ինչ-որ դժվար ճանապարհ սկզբից իր համար ունենա, բայց հետագայում, բայց այդ ժամանակների համար մենք հասկանում ենք, որ ասենք այդ ժամանակ մեր հորեղբայրը գնում էր արտերկր, տեսնում էինք իր նկարները, ոգեշնչվում է իհարկե այն ժամանակ մեր համար դա անհնարին բան էր, որ Հայաստանից գնալը 94 թվականին Հայաստանում մաքսիմում խաղազոր։ Հա, ամենավատ դաշան ժամանակներն են, ինձ թվում է բոլորի մոտ է տենց եղել։ Մենք էլ դրանով ոնց որ ասած մեզ ուժ էինք գտնում մեր մեջ, արդեն բավականին հասուն մարդու պես մտածում էինք, հասկանում ենք, որ այս ճանապարհով մենք կարող ենք գնալ, ճանապարհորդել, ինչ-որ նոր բաներ սովորել, այո։ Եվ իհարկե մեր մոտ դա ստացվեց, որի համար մենք անչափ շնորհակալ ենք մեր հորեղբայրին։ Վավին հազիվ է իրականում տեղում նստում, մտածում ես ինչ են, անընդհատ նրանց հետ են խոսում, ես ամենավառ կերպարը։ Վավին պետք է հնարավորություն տանք իրենք են իմ գործատուները, սենց անում Վավին։ Իրենք են իմ օրվա հացը։ Ես էլ եմ հումորից, արևս։ Ես էլ պակաս չեմ, ինձ էլ կարող եք ընդունել աշխատեք, բայց ես ճկուն չեմ, ես այսպես կարող եմ նստել տեղից, իջեր հումորներ բաներ։ Թերեզան առնչից օգտվել։ Այս նշանակ այս ժեստը բոլորս գիտենք։ Վավի, կարծում եմ երեխաների ամենասպասելի հյուրերից ես դու։ Քո ընկերները նրանք են Ես հաստատ։ ճիշտ ասած ուզում եմ ասել, որ Վավին շատ են սիրում, մենք ունեցել ենք տարբեր ծաղրացումներ մեր այս 3 տարվա ընթացքում, բայց Վավին ամենասիրված ծաղրացումներից է, որ միշտ հանդիսատեսը
հարցնում է եւ սպասում է, որպեսզի ամեն նոր ներկայացմանը ինքը լինի։ Վա, Իսկ դուք եւս այդ ակրոբատիկ շարժումներից անում եք, թե ձերը ձայնայինն է։ Ստոպ։ պայմանավոր Ոչ մի հարց չեմ տալու։ Բավիկո ամենահետաքրքիր այսպես ներկայացումը համարը որն է։ Ամենահետաքրքիր համարը որ զարմացնող։ Մի անգամից հենց սկզբից էլ այդ բռունցքներն ես Ինքնի գործադրում։ բոքսի ռեպրիզ, որը որ իր սիրած ռեպրիզն է, Թարգմանչով է եկել։ հանդիսատեսին հրավիրում է եւ նրա հետ բոքս են կպնում։ Հասկացա։ Դու ես հաղթում թե Չէ, միշտ պարտվում այդ։ հաղթանակի բերկրանքը նրանց ես թողնում։ Հասկացա, ինչ հրաշալի։ Պավին քոյդ չունեցա Թերեզա։ Ինչպես ես ցանկացած միջին վիճակագրական մարդ, գիտես հեշտ է իմ հետ։ Այն էլ այդ ծվծվիկով չես հավատացում։ Ինչ հրաշալի։ Եկեք խոսենք այդ ամեն ինչի փորձություններից, որովհետև մենք կողքից տեսնում ենք այդ ամեն ինչը եւ չենք պատկերացնում, թե ինչ ճանապարհ են անցնում եւ դիսցիպլինայից սկսած տարբեր սպորտաձևերում, օրինակ չեմ ամենաբարձ սպորտաձևերի ժամանակ էլ մենք հասկանում ենք, դե լավ, չկարողացավ ենթադրենք շտանգան բարձրացնի, գցեց ամեն ինչ օքեյ, մահ չի սպառնում այդտեղ։ Իսկ ձեր դեպքում այսպես կյանքի մահվան Ու ձեր սրտի առաջ անգամ էլի։ Հիմնականում կրկեսում, որպեսզի դու ներկայացում ունենաս, մոտավորապես տևում է քո ներկայացումը 5 րոպե, էլի 5-6 րոպե, կախված ինչ բարդություն ունի։ Որպեսզի դու 5 րոպե ելույթ ունենաս, քեզի առնվազն 5-ից 9 տարի ժամանակ է պետք, որպեսզի դու քո հնարքները սովորես։ Եթե ես ձեզ պատմում եմ թե ակրոբատիկ համարների մասին, թե ձեռնածուների մասին, թե օդային գիմնաստների, օրինակ մեր հնարքը դանակներով, որպեսզի մենք ներկայացնենք հանդիսատեսին, մեզի պետք է եղել մոտավորապես 8 տարի, չէ՞, այտենց, հա, 8 3 վայրկյան ցուցադրելու 3 վայրկյան, որպեսզի բալանս դու իսկ ռեկորդի համար Ոչ մեկ 12 այդ բայց TikTok-ա մտնում չի տենում էլի այդ տեսարան։ Օրինակ 8 տարի ճգնել են այդ տեսարանի համար։ Ոչ երբեք ոչ մեկ ուշադրությամբ պետք է նայես, հասկացա։ Սիրտդ ինչպես է թրթռում։ Այդ ինչ արիթմիա ունեցողի պուլսեր։ Անկադոտ ես իրավոտ այդ Նայելով մենք դա ենք զգում, պատկերացնում իրականում ու դուք այդ ինչ ամեն ինչը, եք ինչը ապրում։ որ մենք անում ենք, առանց ստրախովկայի ենք անում, այսինքն առանց կապվելու էլի, որ շատերը որ օգտագործում են կրկեսում։ Այսինքն պետք է այն մակարդակին հասցնես քո մաստերством, ոնց որ ասած, որպեսզի դու իրավունք չունես վրիպելու, ամեն անգամ դու ելույթ ես ունենում մաքսիմում, որտեվ չես կարա դուրս գաս, ասենք օրինակ երգիչը եթե կարա մի օր, ասենք, չգիտեմ, ֆանադրամի տակ ինչ-որ պրոստե երգի կարևոր չի։ Մեր մոտ այդ հնարավորություն չկա, լինում է թե տաքություն ես ունենում, թե ինչ-որ տրավմաներ ես ունենում, կանային ցավեր, եւ այդ ամենին դու արդեն պատրաստված ես, որովհետեւ դու անցկացրել ես 8 տարի անմեջ տրենիրովկեքի մեջ, այդ ամեն ինչը արդեն անցել ես։ Ձեր մայրը ինչպես է հետևում ձեզ։ Նայած կա։ Սկզբի երևի չէի նայի իմ տղային։ Սկզբի ժամանակը շատ դժվար, բայց այսօրվա դրությամբ մեր կրկեսումը մաման մեր հետ աշխատում, մեր ֆայում ոնց որ ասած օգնում է մեզի եւ ամեն անգամ նայում է, իհարկե ամեն անգամ վախենալով է նայում, ոչ միայն մեր մայրիկը, բոլորն են վախեցած նայում, որտեվ յոքից շատ տենց ինքը անհավատալի ինչ որ հնարք է, որը որ իրոքից վախեցնում է։ Դուք այնքան եք մեզ այսպես ոգևորում, կարծում եմ հեռուստադիտողն էլ անպայման շտապելու է ներկա լինել։ Կխնդրեմ առաջիկա միջոցառումներից, որովհետև վստահ եմ անհամբերությամբ սպասելու են ձեր ներկայացմանը։ Յուրաքանչյուր շաբաթ կիրակի մենք գործում ենք ժամը 5-ին, մենք գտնվում ենք Հաղթանակ զբոսայգում, Մայր Հայաստանի հարևանությամբ։ Շատ ինքը հետաքրքիր ներկայացում է, որը որ կուզենայի, որ մեր հայրենակիցները տեսնեին, որովհետև առանց չափազանցնելու ինքը շատ այնպիսի ներկայացում է, որ ասենք թե փոքրերն հագեցած է բազմաժանր, ինչ որ հնարքներով, այսինքն ոչ միայն ակրոբատիկ, շատ տարբեր էքստրիմ շոու կա, կրակներով, ձեռնածուներ, ծաղրածուներ, Ավին այո, ասեք էլի ասեք։ վավին իհարկե եւ բացի վավից այլ ծաղրածուները ունենք։ Բարաբանշիկ։ Այո։ Եվ իհարկե մեր կրկեսը
շատերը մտածում են բանը վրանի տակ է եւ ոչ պրոֆեսիոնալ կրկես է, բայց Աշխարհում ընդունված բան է դա աշխարհում ոչ թե այո, իհարկե ցիրկ դիսուալեի օրինակ անցկացնում է իր բոլոր ներկայացումները ցիրկ շապիտոյի մեջ, աշխարհի ամենահայտնի կրկես ֆեստիվալ Մոնտե Կարլոյում, որտեղ ինքը պրինցեսա Ստեֆանին հիմնադրել է այդ ֆեստիվալը, տենդի տակ է, ոնց որ ասած, ինքը պրոֆեսիոնալ կրկես է, բոլորին խորհուրդ կտամ ով չի եղել մեր մոտ, իհարկե գալ, փորձել եւ գներն են այնպիսի, որպեսզի Խելամիտ։ Այո, բոլորի համար հասանելի, ասենք 2500-ից մինչև 9000 դրամ, էլի շատ թանկ չի տոմսեր իմ կարծիքով։ Որտեղ եք առիթ ունեցել լինելու օրինակ ներկայացումներով ներկայացնելու հայկական այսպես դպրոցը թերևս Մենք ունենք իհարկե պլաններ, թե մեր կրկեսը մեծացնել, որովհետև որպեսզի դպրոց ինչ-որ հիմնել, մի քիչ մեր հնարավորությունները այս պահին քիչ են, բայց մենք 3 տարվա մեջ արդեն կարողացել ենք լիքը հայ դերասաններ հետ բերել Հայաստան եւ մոտակա ժամանակներս նորից դերասաններ հետ կվերադառնան Հայաստան, կմիանան մեր կրկեսին, ովքեր ավարտել են օրինակ Ռուսաստանում ինչ-որ կրկեսային ինստիտուտներ, օրինակ Գուցիի, ՑՑ-ի կամ այդպես շատ տարբեր կրկեսային ուչիլիշյաներ կան էլի։ Եվ իրանք բոլորը ուզում են իդ վերադառնան Հայաստան, իհարկե մենք այդ հարթակը ստեղծում ենք եւ ուրախ ենք դրան։ ծերի հետ։ Տունարի ծրագիրն է։ Իդ վերադարձը։ Մենք շատ շնորհակալ ենք, որ վաղ առավոտյան եկաք այսպես լիցքեր մեզ փոխանցեցիք։ Սովորաբար ես եթերի ավարտին եմ արթնանում եւ այսպես առույգ անում, հենց որ ասում եք ձեզ լավ աշխատանքային օրեր, այս անգամ հակառակը եղավ, ձեզ հաջողություն եւ ամենակարևոր ուզում ենք հորդորել մեր հեռուստադիտողներին, քանի որ տոներ են մոտենում, տաքանում է եղանակ, պետք է դուրս գանք տանից, ձյունը հալում է, նվիրեք ձեզ ամենակարևորը այս կյանքում էմոցիաներ։ Գնացեք Վարդանյանների կրկես, տեսեք, ծանոթացեք այս մարդկանց մոտիկից տեսեք, բոլորը շատ գեղեցկադեմ են։ Մի խոսքով։ Իրականում անչափահաճելի է դուրս գալել, իմանալ նրանք, ովքեր չգիտեն, որ այսպիսի դպրոց ունենք, կրկեսային շատ հաճելի է ձեզ ներկայացնելը, եթե անգամ մեզանից են լսում այդ մասին։ Մենք էլ ենք շատ շնորհակալ, ուզում ենք ձեզ հրավիրել մեր կրկես, որը անձամբ տեսնեք ու արդեն ինքներդ կհամոզվեք, որ Ես էլ եմ ուզում դրանով ուղղել։ Իմ մազերը։ Մերսի շատ արևս։ Արդեն հաղորդման սկզբում տեսնեք ինչ ահաբեկ բացեր նստած հիմա արևով, լուսինով։ Ձեզ լավ որ ենք մաղթում, շարունակեք դիտել Կենտրոն հեռուստաընկերությունը, մնացեք մեր եթերում, մենք մեր հաջորդ հյուրերին ենք մեր տաղավարում հյուրընկալելու, սպասենք նրանց, իսկ մինչ այդ Դիտենք գովաստ։